Դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը բավականին ճանաչված են հանրության կողմից, նրանց ինստագրամյան յուրաքանչյուր հրապարակում ակտիվորեն տարածվում է կայքերում և յութուբյան ալիքներում։ Շատ մարդիկ քննարկում են այս զույգին և 1 տարի առաջ, երբ տեղի ունեցավ զույգի միությունը, ամուսնությունը, ավելի շատ քննարկումներ հնչեցին համացանցում։ Մարդիկ մեկ նշում էին, որ Լևոնն ավելի լավ աղջկա էր արժանի, մյուսները նշում էին, որ Էվելինան ունի յուրահատուկ գեղեցկություն։ Ինչևէ, այս խոսակցությունները դեռ երկար ժամանակ շարունակվեցին և կարելի է ասել, որ մինչ օրս դրանք ակտուալ են։ Համացանցի օգտատերերը չեն դադարում իրենք անձնական սեփական կարծիքը գրել մեկնաբանությունների դաշտում։ Երեկ զույգը նշում էր իրենց միության 1 տարին, այս առիթով նրանք մի քանի հրապարակումով էին հանդես եկել ինստագրամյան հարթակում, այդպիսով միմյանց շնորհավորելով, դե իսկ ավելի ուշ զույգը ներկա է գտնվել մի միջոցառման, որտեղ ռեստորանային համալիրում երգ է հնչել հատուկ զույգի համար և նրանք նշել են իրենց թղթե հարսանիքը։ Շնորհավորում ենք զույգին իրենց միության 1-ամյակի առթիվ, ինչպես նաև ներկայացնում ենք նրանց երեկոյի բացառիկ և գեղեցիկ կադրերը հաջորդիվ ձեր ուշադրությանը։ Ինձ մոտ տպավորություն է, որ մենք շուտով կբորբոսնենք և բոլորիս վրա կաճեն սնկեր։ Եթե այս եղանակը մի քիչ էլ շարունակեց իրան դրսևորել, որ արել եմ գնումներ ու արել եմ 0 օգտակարության մթերքներ։ Փորձում է ինչ-որ բաներ ընտրել, որոնք որ օգտակար կլինեն ուտելու համար, բայց չստացվեց շնորհած այս անգամ։ Նրանց էլ երևի որ բանջարեղենի խանութ հատկապես չեմ մտել, ուղղակի մթերային, որտեղ բանջարեղեն կատեգորիկ չկար։ Ու այս ժամին կիրակի օրով, չգիտես ինչ եմ ես որոշել ինչ-որ բաներ առնեմ տան համար, որովհետև ժամանակ չկար։ Ինչևէ, հասնենք տուն, իմ ոչ օգտակար գնումները ձեզ ցույց տամ, որ դուք երբեք տենց գնումներ չանեք։ Ես վերջապես ջրհեղեղներով եկա հասա տուն խայտարակ եղանակադրսում, ինձ համար չսիրելի, բայց խոստացել էի, որ ցույց պետք է տամ իմ գնումները։ Նախքան ցույց տալը ասեմ, որ այս աշխարհում ըստ իս այդքան էլ արդարացված չեմ կարողանում կամ չի ստացվում արտահայտությունները, որովհետև մեծ ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է տրամաբանության սահմաններում, բայց եթե շատ անկեղծ լինեմ մեր գրաֆիկներով մի քիչ դժվար է ստացվում նորմալ սնվելը եւ նորմալ առողջ ինչ-որ կերակուրներ պատրաստելը, հա, տանը, իսկ ես տան կերակուր սիրող մարդ եմ, Լևոնն էլ ինձ հետ միասին, բայց դե չի ստացվում, դժվար է ստացվում։ Հիմա ես կփորձեմ իհարկե
պահելով բրենդերի անունները, որ հանկարծ հակագովված չլինի, իմ գնումները ցույց տամ եւ ասեմ, որ այդքան էլ լավ բաներ չեմ արել։ Պելմենիներ եմ արել, առհասարակ կիսաֆաբրիկատներին ես ինքս դեմ եմ, ու պիտի անկեղծ լինեմ, սա երևի վերջին կես տարվա մեջ երկրորդ դեպքն է, որ առնում եմ, ճարահատյալ այսօր, որովհետև նախ կիրակի էր, կիրակի օրերին երեկոյան ժամերին ինչա խանութներում տորիչելյան դատարկություն, ոչ մի նորմալ մթերք չկա, ու բանջարեղեն միրգ չեմ արել, ու դրա համար է ինձ մոտ տպավորություն, որ ոչ մի լավ բան չեմ արել։ Գազարի հյութ կփորձենք կտեսնենք երկեխիստ կասկածում եմ, որ սա իսկական գազարի հյութ է, բայց դեմ։ Վարսակի փաթիլներ, Գերկուլես, ասում են, որ շատ արագ է պատրաստվում, դա մեր իմացած լավ Գերկուլեսը չի, բայց ես հենց դա եմ վերցրել։ Լևոնի սիրելի բաստուրման կարագով, իր ամենասիրելի ուտելիքներից մեկն է, շատ արագ ես էլ եմ սովորել ուտել իրենից, եթե անկեղծ շատ համով եմ։ Շարունակում ենք, բոլորից շատ հայտնի, բայց առհասարակ ոչ, չարժի ուտել, իսկ ես չեմ կարողանում ինձ ստիպել և չուտել քաղցեր, կարողանում եմ, որ շատ ուզում, կարողանամ, դա չի հարց, ուղղակի շատ չեմ ուզում, կարագ, ժողովուրդ, սա էլի ոչինչ տանելի է հաց, որը վստահ եմ օգտակար հաց չի, որովհետև արհեստական ուռած հաց է։ Շքերթը շարունակում ենք խմելի յոգուրտներով, Լևոնի շատ սիրելի, իրան թվում է, որ ինքը շատ օգտակար բան է խմում, հատկապես առավոտները, եթե ժամանակ չունի, սենց խմումա դուրս է գալիս, իրան թվում է վաու, բայց չէ, իրականում նրանք շատ վատ բաներ են։ Շոկոլադ, էլի ինչպես միշտ, կվաս, այսօր իմ սիրտը կվաս է ուզել, և ես առա իրան, թթվասեր, ես չգիտեմ ասել էի թե չէ, բայց հա, ոչինչ, կաթնաշոր, ինձ եմ, որ մի քիչ գոնե մխիթարելու համար, և այստեղ նայեք, խնդրում եմ չեմ արել, մամայիս աչքից հեռու ինքը ուղղակի վատանում է վախից, երբ ես ուտում եմ պահածոներ, չգիտես ինչի վախենում եմ, բայց ես արել եմ իման բայալդի, որը որ շատ եմ սիրում, հուսամ նա չի տեսնի այս իմ վիդեոները, որտեղ իմ մաման ինստագրամ չունի, պատկերացնում եք, և չի էլ ուզում ունենալ, ես հարգում եմ նրա որոշումը, և նման բանիկներ, իբր թե